Երբ որ աղոթքի կանգնեք, ձեր սրտում ներեք բոլոր նրանց, ովքեր հանցանք են գործել ձեր դեմ, եւ ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Ինչու մեր Տերը Հիսուս Քրիստոս նշեց, որ երբ որ աղոթքի կանգնեք, աղոթքի կանգնելն ինչ է։ Աղոթքի կանգնել նշանակում է Քրիստոսի ներկայության մեջ լինել։ Երբ որ մենք մեզ տեսնում ենք, զգում ենք եւ ապրում ենք Տիրոջ ներկայության մեջ, պետք է մաքուր լինենք, որտեղ Աստված սուրբ է, Աստված մաքուր է, հետո Աստված ամենատես է, տեսնում է մարդու խորունկ հոգու խորքի իրողությունները։ Տեսեք, երբ որ ասում է աղոթքի կանգնեք, ներեք միմյանց, ներեք, որովհետև քենն ու ոխը քո սրտի մեջ, դու աղոթքի չես կարող կանգնել, դու կանգնելու ես Աստծուց ողորմություն ես խնդրելու, ներողամտություն ես խնդրելու, բայց քո սրտում ողորմատություն ու ներողամտություն չկա, դու ինչպես կհամարձակվես այդ ողորմածությունն ու ներողամտությունը խնդրել, ուրեմն երբ որ դու աղոթքի ես կանգնում, ներիր, որ թեթևանաս, որ անաղարտ ու մաքուր կանգնես Աստծո Տիրոջ առջև, որովհետև մարդ երբ որ իր հանդեպ են ինչ որ հանցանք գործում, ծանր է տանում, բայց ինքը երբ որ գործում այդքան ծանր չի տանում, չէ՞։ Այսինքն անկեղծ պետք է լինենք։ Մենք պետք է անկեղծ ի սրտե ներենք, որպեսզի Աստծուց ներում գտնենք։ Գիտեք, ներելը զուգահեռ է սիրելուն։ Նա ով կարողանում է ներել, ուրեմն կարողանում է սիրել, իսկ ով չի կարողանում ներել, չի կարողանում սիրել։ Մենք ասում ենք հիշաչարություն, հիշաչարությունը ո՞րն է։ Միտքը հիշում է չարը, իսկ ով միտքը ինչի պետք է չարը հիշի, բանին թող հիշի։ Շատ անգամ մենք մեր սրտում կարողանում ենք ներել, բայց մեր հիշաչարությունը, մտքի մեջ չարը հիշելը մեզ վերադարձնում է ողակալության կամ վրեժխնդրության։ Այսինքն հոգնել ենք սրտի մեջ այդ բեռը կրելու ողակալության, վրեժխնդրության, ծանր այդ բեռը չեք ուզում կրել, թե թոթափում ենք, բայց միտքը մեր իմաստուն չի, որ նորից վերադառնում է այն հին դաշտակին, ինչպես Առաքյալն է ասում խոզը նորից վերադառնում է, թավալվում են, ասում է նույնը շունը դառնում է իր փսխացին, այսպես էլ մենք վերադառնում ենք մեր հին մեղքերին, մեր ողակալությանը, մեր վրեժխնդրությանն ենք վերադառնում։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք աղոթել եւ մեր աղոթքը լսելի լինել, աղոթքի անաղարտության, մաքրության, թեթևության, սրբության, սիրո համար մենք պետք է ներենք։ Պետք է դնենք, որոշենք, որն ենք ուզում մենք մեր չներել եւ թույն պահել մեր մեջ, թե ներել Աստծուց ներողամտության գտնել։ Եվ երբ դու ներում ես, անմիջապես թեթևանում ես։ Հետաքրքիր մի պատմություն կա։ Մի նշանավոր իշխան է լինում, որ շատ բարեգործ է լինում, առաքինի է լինում եւ սիրված բոլորի կողմից, որտեվ շատ իմաստուն էր եւ ժողովրդի հայր էր կոչվում։ Մի թափ-թփուկ խմիչքի ազդեցության տակ այս իշխանի հորն ու եղբորը սպանում է։ Լույրն էլ հայտնի է դառնում, իշխանի զորքով հետապնդում է, հասնում է հարբեցողին բռնացնում է։ Երբ որ բռնացնում է, արդեն սթափվել էր։ Չգիտի ինչ անի իշխան, ասում է լավ, ենթադրենք այս թափ-թփուկին վերացրինք, բայց իմ հորն ու աղբորը ո՞նց եմ հետ բերելու։ Լավ, ես ինչ արեցիր։ Մտածում է էլի իշխան իր մեջ, ասում է իմ մեջ ահա որ չարությունա հիմա կուտակվել, վրեժխնդրությունա ողա կուտակվել։ Այս մարդը կարանք վերացնենք, բայց հարցը չի լուծվի սրանով։ Ու աղոթքան, ասում է Տեր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս։ Ես չգիտեմ ինչու էս եղավ, բայց դու լուծում տուր այս հարցին, դու լուծում տուր։ Ես չեմ ուզում քո պատվյանը խախտել։ Եվ հենց այդպես աղոթքանում, միգուցե ես հենց հարբեցողի բերանով էլ Քրիստոս խոսում է, ծնկում է,
ասում է ես չէի, ասում է ես չեմ արել, ասում է ոգելից խմիչքների ազդեցության տակ է, ոգիներով է լցվել, դևերն էին իմ մեջ գործում, դիվահարվել էի, չգիտեմ ինչ արեցի։ Եթե կարող ես հանուն Քրիստոսի ների, կարծես այս հարբեցողի բերանով Քրիստոս է խոսում։ Եթե կարող ես հանուն Քրիստոսի ների ասում։ Եվ իշխանն ասում է, որ Քրիստոսի անուն տվիր, ասում է ձեռով ոտս կապեցիր, ասում է ներում եմ գնա։ Երբ որ ներում է սրան, թողնում գնում ասա, մի ահռելի բեռ իր սրտից ընկնում է։ Աստված իրեն ցույց տվեց, թե ինքը ինչ լուծում պետք է տար այս հարցին, շատ լուրջ հարց էր իր համար։ Բայց ինքը Աստված լուծում տվեց այդ հարցին։ Հասկացա, որ ներելը իր համար ավելի լավ էր, քան չներելը, քան վրեժխնդիր լինելը, քան ողակալությամբ լցնելը, քան հիշաչար լինելը, հա։ Եվ այդպես ուրախ թեթև գնում ա դու գիշերը տեսիլք ա տեսնում, տեսիլք ոչ մեզ նման, Քրիստոս երևում ա նրան եւ ասում ա, այ որ ներեցիր, ինձ նմանվեցիր, ես էլ ներեցի ինձ խաչողներին, ասում էր հայր, ների նրանց, որտեվ չգիտեն թե ինչ են անում, ասում է եւ քո մեռած հորն ու եղբորը երկնքի արքայություն մտցրեցի, հենց որ դու ներեցիր, եւ փառք տալիս, եւ իշխանի ներողամտությունն ու սերը ավելի է տարածվում ժողովրդի մեջ, ավելի են սկսում սիրել, ավելի են սկսում հարգել, այսինքն բազմաթիվ բարիք գործեց իր եւ ժողովրդի համար այս իշխանը, ուրեմն ներենք, որ Աստծուց ներում ստանանք, ամեն